Iisus Hristos, amen, հայր մեր ողերգինս սուրբ Եղեցի անունքով, եկես ներակայություն քո, Եղեցի կամքով, որպես երկինս եղերգի, ըսած մեր հանապազոր դուր մեզ այսօր, և թող մեզ պարտից մեր, որպես և մենք թողունք մերոց պարտաբանած, և մի տանիլս մեզի փորձություն, հայր փրկյաց մեզի չարեք, զիքոյակայություն և զորություն և պահարկավիթյան սամեն, սաղմոզերկությունս և զաղաչանս ընկացի մարդասեն ասված, իհաճույս բայարար կամաջյոց, մեր մեղած է մեր բազում անցանացը տողություն շրես է, իչարյաց պրկես է, մեղած պայս է, և նման պահարկավիթյանս ամեն։ Որմեսի կեզ ասվածը զորը և թողություն շորեցի ամենային անցանացքոց, անցելույն և այժմույս և առաջկայ պրկես է, և հաստատեսի ամենային գործս բարիս, և անգուստես կեզ յանդեցի արկյանսն ամեն։ Հաստատեսի ձեզ, մարդասեզ նասը և թողցես ամենայն անցանս ձեզ, նասը ժամանակաբար գործելուս բարիս, ուղեսեի զարաշերկյանս դեր շնորհ Սուրբ Օգուին, հզորն և օրմածն, և նմապար քավիդյանս ամեն։ Իշեշիրս մեզ առաջանման գարին աստով։ Իշալ իշիկ առաջանման որդուն աստով։ Ահատիսեք ապլամենա երկիր, զարեցեք դարուրակցան, բնեք առաջնորդության, ծաներեք զինյան դերակած մեջ, նարձը գոշմեկյակ, մեջողուտ պաշնարդի որա, բնեք զնուց նողորդմանության, և ոնության պիատս որա, Խոսովան երության, հեղորեցեք սանուն որա, կաղցեր է աղիցյան նողորդություն որա, աղձերիչև աղձերիչմանություն որա, հարկոր է ոտքոյ հոգուտիկով, այդներիչ է աղձեր աղձերից ամեն։
Սուրբ եկեղեցյանը սարաջես ու կստեր, Սիսովատ հրկեցես մեզ իմեղած եկեցուս է շորևորմության իրով, ամենակալ տերաստված մեկ եզոյրովյան։ Իմեջ տաշելի դիվավաշյացած ընկալ և պայծարացյացում նշանատուտ ես ուտելույն, խոնարյակ եջույն երկի բաղանեմ։ Ասուրդ և դրաշել զատու հարցմըտ խորտնեմ և խարավորես, և կեզ մատանեն զորնուտի և սպարս, որ և որդողվի ծտով, այժմ և իշտե հավիգյանս, հավերից ամեն, մատից առաջկրան առասպատ ուրախարդես մահմությունս դիմ։ Կանայինց ասպած իմ իրավարենքի դադաստանի մոտ, Ազգեր, որ ոչ է սուրբի մարդում հեղավորեն միգավորես տրգյազից, Ու ասպած կզորիչի մեզ ընդեք մորացածից, ընդեք դրկում գնալիս երև դշնավորիով։ Ալեկետես դույս կոչես մարդություն կոսի արև ծևանցեսիս իլիարն սուրբ և իհար կրսով։ Մտից առաջից տեղանով աստված ասպած ուրախարդես մահմություն։ Ոստովան երեցկե զորնությամբ, ասպած իմ։ Անդեք ընդունես անձին, կամընդեք հրողեցիր, ուսար ասպած, ոստովանյան մարդակի ջևես անձիմոց ասպած է։ Արքո և ոտքույ ծպով, Այժմ և միշ և հավիգյան սավիներից ամեն, և երս կանությանս տերաչեսում, ով տեսուկ զամինակալ ասպած, Զատյարն մերո Հիսուսի Քրիստոսի, որ արժանի արեկալ մեզ և ոչ սպանաբանության և ենկերձեն կզորիով, ամենակալ տերաստված մեր, Եզուս է և իագիկում սրբության և իտեղոչ պարաբանության, Հրիստական մնալամին և մարդկան կավարամիր, Առաջացված ընկալ և պայծարացյալ, Սուրբ նշանատուտ և սուրբ սեղանոյս, խոնարյալ երկյուղին, երկիրից բանջարեմ, Ասուրբ և դրաշել զատով, հարուսնը կորնեմ և հարավորեմ, Եվ կեզն երկնային զոր ծնվածութանեմ, Զորնսի և ասպարս ննդոր և նջողույն ծպով, Այս և իշտե հավիգյան, հավիլերից ամեն։
Սրբու, Աջմեն իջև ավինյանըց, ավինենից ամեն, Խաղություն, ամենեցում,
Ալելույա, ալելույա, քեզ վայել է օրնություն Աստվածի Սիոն և քեզ տացին աղոտ Երուսաղեմ։ Ընթերցվածը Պողոս Արաքյալի Տիմոթեոսին ուղղված երկրորդ թղթից է։ Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, անպարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուշկալ, դաժանաբարով, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր։ Մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը։ Նաև խորշիր նրանցից, քանզի նրանց մեջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն և գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, որոնք տարված են պեսնես ցանկություններով։ Կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտությանը։ Եվ ինչպես Հանեսն ու Համրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք հակառակվում են ճշմարտությանը, ապականված մտքով մարդիկ անպետք հավատի մեջ։ Բայց նրանք ավելի առաջ գնալ երբեք չեն կարող, քանի որ իրենց հիմարությունը հայտնի կլինի բոլորին, ինչպես որ եղավ այդ երկուսինը։ Իսկ դու հետևեցիր իմ վարդապետությանը, իմ վարմունքին, կամեցողությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը և այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոսում և Լյուստրայում։ Գիտես, թե ինչպիսի հալածանքների ենթարկվեցի, բայց Տերն ինձ փրկեց այդ բոլորից։ Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն։ Ալելույա, ալելույա, ծափ սարեք ամենայն հետանոց, աղաղակեցեք առ Աստվածի ձայն ցնծության։ Ալելույա, ամեն։ Գալություն ամենեցում։ Եջուհազությամբ լավարու, Սրտո ավետարանի, Հիսուս է Քրիստոս է, որս հովանու։
եւ եկիր այսօր, պատասխանի երկնոցա Եսոս եւ ասել, ամեն, ամեն ասեմ ձեզ, խնդրեք դուք ձեզ, իբրև ոչ եթե զինջն նշանից տեսիք, այլ զեկերակացն անտի, երկայ գործեցեք ես մի կերակուր, կյանսն, այլս կերակուրս որ մնա, կյանսն ավիտեն ատան, զորգորդեն մարդոտ ասեց ձեզ, Քանզի ըզնահայք ընկյաց Աստված, ասեն ցնա, զին ճարբիցեք, ձեր գործս Աստծո գործեցուր, պատասխանի ետ Եսոս եւ ասեց նոսա, այս է գործն Աստծո, ի հավատացիք հայ, զոր արակյացն ըզնա, ասեն ցնա, զիր նշանաբիցես, Զիտեսոք և հավատասոք, զեջ գործս գործեսը, հայքն մեր կերան հզմանան այն հանապատինան, որպես և գրյալ է, հացեկնետ և նոցաուտը, և ասել Հիսուս, ամեն, ամեն ասեմ ձեզ, եթե ոչ Մովսես և ձեզս հացը վեկնիցը ճշմարիտ, Հայր իմտացեց ձեզս հացը, եկնից ճշմարիտ, ձեր հաց Աստծո է, որ իջան է եկնից, և կյանսն տան աշխարհից, ասեն ցնա, տեք, համենայն ժամկուր մեզս հացն զայս, ասեց նոսա Հիսուս, ես եմ հացն կենաս, որ գա արեց, ոչ քաղցից է, Եվ որ հավատահես, որ երբեք ծարավես է, այս ասացի ձեզ, եթե տեսեք զիս, և ոչ հավատայք, զամենայն զոր տա ինձ հայր, առից եկսե, և որ գա առից, ոչ հանից արտակ, զե էջի ես հեկնից, ոչ զի ըսկամս իմ արարից, այլս կամս այն օրիկ, որ արակյացն ձեզ։ Marcares,
Как ты учитель, камали утеняться миле, зорки нас золотого сумки, ебте попофредике камалереми, Najpíši se nezovojka třetího rakela subjekci. İçmek, parabolesu, onalaşkan zavikyan, yegil badanır takvayır temyaz badukyan, Oraya vortvoje vrtvoji srpo, ajme miške zavikyan, avinen ikamen. Jebe slavu tjana zela čisto. Ընկացիկ սնդրվածը սրտից մերոց, ոգզես անցանս մեր, որ մեզ սիրվերամեն, աղոտներ և խնդրված կամենայն ժամը ձեն առաջի մեծի տերության նորա, և նատաց է մեզ միաբանյով աղատողի աղատրության պաստակերի գործս բարյաց, զիզողորմությանը շնորը սյուրարը սրիվերամեն, կերնամերակալ կեցուս է որ մեսին,
Հալելույա, հալելույա։ Համբարձեք իշխանությունս Տեր, համբարձեք ուղղակերից և մեզ հետագավոր պարած։ Ով է սատար պարած, տերզորդությամբ և տեր կարողի պատերազմի։ Համբարձեք իշխանությունս Տեր, համբարձեք ուղղակերից և մեզ հետագավոր պարած։ Ով է սատագոր պարած և տերը զորությամբ։ Սա ինքն հետագավոր պարած։ Օրհնյալ եկել անվան գյարն, օրհնյալ որ գարոս է, օրհնություն և արթունը։
Ըստ ամենանի և ըստ
Երիցիսելակի ծուր բադարակ սաղաշկը Ասնսուն և ամնապատարակից նորի վերա,
Հայրայոց քյարը սրբազանգույն կաթողիկոսին եւ Արարատյան հայրապետական թևից առաջնորդական փոխանուն քյարը նավասած սրբազան արքեպիսկոպոսին եւ քահանայից որս պատարակս մատուցանել եւ վասնզորության եւ ազդության թագավորած Քրիստոնեից եւ իշխանած բարե պաշտից աղաչեցու եւ խնդրեցու եւ ասնապոսնամուցելով եւ հսարավեր հասանկության ապունապետացն մերոց եւ շինողացն որ եկեղեցուն եւ որ Հովանյան սորին են անգության Մերոց երելով և շորարաչիկա ժողովարդյան անգից հավատով և սրբությամբ Քրիստոս հաղարելով Եղիցին շատակիսուն պատարած աղաչել
Քրիստոսն Մարիամ, անդերս ամենայն սրբով գիշերով ստեր, Սիրելի հավատացյալներ, առարկան հայրացական թեմի, առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տերնավաստար arczepiskopos Կճոյանի օրհնությամբ մարտի 3-ին թեմի երիտասարդաց միությունները և Երևանի քաղաքապետարանը բուն բարեկենդանի միջոցառումը նախատեսել են անցկացնել Ազատության հրապարակում։ Երևանի վարչական բոլոր շրջանների, բարի և դվալարների խմբերի, ազգագրական երկի բարի, թատերական խմբերի, երիտասարդաց միությունների, ուսանողների և թեմի եկեղեցական համայնքների մասնակցությամբ։ Տոնի օրը մարտի 3-ին Սուրբ Պատարագի ավարտից հետո ժամը 13:30-ին առաջնորդների Սուրբ Սարգիս եկեղեցու բակից մասնակիցները դիմակներով, երգ ու պարով տհոլներով դիակարգի և եկյատների հերոսների ուղեկցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հրբողոտայով կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ կիրականացվի բուն միջոցառումը։ Հանրության հայրենական թեմի երիտասարդաց միությունները կազմակերպեն տոնին նվիրված ազգային գերագրատեսակների ցուցադրում վաճառք, բարեկենդանի նվիրված ներկայացումներ, ազգային խաղեր և պար մրցանակներ։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ ձեզ ազգային դիմակներով մասնակցելու այս ուրախ և գեղեցիկ միջոցառմանը։ Հանուն Հոր և Որդու և Որդուի Սրբով։ Դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք։ Սիրելի հավատացյալ եղբայրներ և քույրեր, այսօր մեր եկեղեցու հայրերը որպես ավետարանական ընթերցում վերցրել են Հովհաննես ավետարանիչի 6-րդ գլխից այն հատվածը, որտեղ Հիսուս Կապառնայում քարոզում էր հրեաներին։ Ինչ էր դերի ունեցել մինչ այդ։ Հիսուս Գալիայի Ծովեզրի ափին հրաշքով կերակրել էր 5000 մարդկանց, ընդամենը ունենալով 5 նկանակ հաց և 2 ձուկ։ Եվ երբ որ մարդիկ այդ հրաշքը տեսան, իրենց մեջ միտք էր առաջացել, որ Հիսուս մարգարեների կողմից խոստացված Մեսիան է, որ եկել է փրկելու հրեա ազգին հռոմեական լծից։ Եվ այդ ժամանակ իրենք ցանկանում են Հիսուսին անգամից թագավոր հռչակել, որտեղ տեսան նրա հրաշագործությունը, բայց Հիսուս չէր եկել երկրի վրա թագավորելու, չէր եկել երկրային իշխանություն հաստատելու, Հիսուս եկել էր մարդկանց փրկություն բերելու և իր թագավորությունը ոչ թե երկրի վրա է, այլ երկնքում։ Եվ դրա համար Հիսուս խուսափեց նրանցից և անցավ դեպի Ծովեզրի մյուս ափը, բայց ինչպես վկայում է ավետարանիչը, մարդկանց հոծ բազմությունը փնտրում էր Հիսուսին և երբ որ նրան հանդիպեց ծովի մյուս ափին, զարմացած հարցնում են, երբ եկար դու այստեղ։ Եվ այստեղ էր, որ Հիսուս մեկ անգամ ևս շեշտեց նրանց համար, որ նրանք իրեն փնտրում են ոչ թե, որ նշան տեսան և հրաշք կատարվեց, այլ որովհետև կերան այն հացից և կշտացան։ Եվ շարունակելով իր խոսքը, Հիսուս մի միտք արտահայտեց, որը հանդիսանում է քրիստոնեության համար ամենակարևորագույն
Քրիստոնյա ամենակարևորն էական խորհուրդը։ Ես եմ կենաց հացը, ով տեսնի ինձ գա, քաղցի զգա։ Ժողովուրդը զարմացած էր եւ իրենք չեն գիտակցում, թե ինչ հացի մասին է խոսում Հիսուս։ Եվ իրենք այստեղ մեջ բերեցին այն միտքը, որ ժամանակին եգիպտական գերությունից, երբ որ հրաները դուրս են գալիս, անապատում Մովսեսի միջոցով մանանա իջավ եւ իրենք պահպանեցին իրենց գոյությունը։ Հիսուս բացատրեց նրանց, որ այդ հացը, այդ մանանան անգամից հայրն էր նրանց տվել, բայց այդ մանանան նրանց միայն զուտ գոյությունը պահպանելու համար էր, ոչ թե հավիտենական կյանք պարգևելու, ասելով, որ ձեր հայրերը թեկուզ եւ այդ մանանան ճաշակեցին, բայց այնուամենայնիվ մեռան, մահացան։ Իսկ այն հացը, որ ես ձեզ տալու եմ, ձեզ տալու է հավիտենական կյանք, եւ կոչ արեց նրանց. գնացեք աշխատեցեք ոչ թե կորուսյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ մնում է հավիտենական կյանքի համար։ Իրապես, մարդ արարածը առանց հացի գոյատևել չի կարող, քանզի որ իր մարմինը բաղկացած է եւ մարմնական եւ հոգեվոր էություններից եւ մարմնականը գոյատելու համար մարդը ինքը կարիք ունի հացի։ Եվ հացի այդ խնդիրը փորձակար է բոլոր դարաշրջանների համար, այսօր նաև մեզ անից յուրաքանչյուրիս համար, որտեղ առանց հացի մենք չենք կարող գոյատևել։ Եթե մի հետադարձ հայացքցենք պատմության ընթացքի վրա, մենք համոզվենք, որ այդ խաղացի խնդրից ելնելով ինչեր է կատարվել պատմական ինչպիսի դեպքեր ու իրադարձություններ։ Հիշենք ինչպես էին հռոմեական կայսերը ձրի հաց բաժանելով բարձրացնում իրենց հեղինակությունը ժողովրդի մոտ։ Հիշեք հեղափոխությունները, որոնք բոլորը կատարվել են ինչ խնդիր ունեին, հացի խնդիր, որ մարդկանց համոզում են, որ հեղափոխություն կատարելուց հետո կլինի հավասարություն, չլինի հարուստներ եւ աղքատներ։ Այսինքն հացի խնդիրը մարդու համար փորձակար է եւ մղիչ ուժ։ Բայց Հիսուս չէր եկել մարդկանց այդ հացով զուտ միայն կերակրելու համար եւ նրանց բացատրեց, որ անգամից այդ մի կտոր ավել հացը այնուամենայնիվ նրանց ոչինչ չի տալու, որտեղ այդ հացի ճաշակումից հետո իրենք մեռնելու են։ Ինքը մարդեղացել է մեկ ուրիշ հացի համար, կյանքի հացի համար, սա է իր մարդեղության գլխավոր խորհուրդը, որ ինքը Հիսուս Քրիստոս է, իր մարմինն էր մեզ համար տալու։ Զատկական դարի փոխարեն Հիսուս զոհաբերեց իր մարմինը եւ այդ կենաց հացը տվեց մեզանից յուրաքանչյուրին։ Հիսուսի այդ հացի կերակրումը սակայն մեկ օրով չսահմանափակվեց, այսօր շարունակվում է ու պիտի շարունակվի մինչև Տիրոջ երկրորդ գալուստը։ Սուրբ Պատարագի միջոցով հացն ու գինին աղոթներով փոխակերպվում են Տիրոջ մարմինն ու արյանը։ Եվ մենք այդ ճաշակելով այդ կենաց հացը հնարավորություն ենք ունենում ժառանգելու հավիտենական կյանք։ Ինչպես Գրիգոր Տաթևացին է ասում, այդ խորհրդի գործը ավելացնել է շնորհները եւ քավություն մեր բոլոր մեղքերից։ Իրապես ճաշակելով Տիրոջ մարմինն ու արյունը մենք մաքրվում ու սրբվում ենք։ Ինչ է տեղի ունենում հաղորդության այդ խորհրդի ժամանակ։ Միավորություն, արարվածը միանում է արարիչի հետ, մեղավորը միանում է քավշարարի հետ, դադարվածը միանում է փրկություն բերողի հետ։ Եվ այս խորհուրդն է, որ մեր եկեղեցու հայրերը Տիրոջ վերջին ընթրիքից հետո հաստատեցին որպես Պատարագի հիմնական հաղորդության խորհուրդ անունով։ Բնական է, այսօր էլ յուրաքանչյուր մարդ այդ հացի խնդիրը ունի, բայց ինչպես Տերն է ասում, մարդ ապրում է ոչ միայն հացով,
այլև ամեն մի Աստծո խոսքով, որտեղ հացը միայն մեր մարմինն է, գոյությունն է պահպանում, մեր հոգու գոյությունը պահպանելու համար պետք է մենք շաշակենք հոգևոր հացը, իսկ հոգևոր հացը հենց ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Այն ճշմարտությունը, որ ինքը երկրից իջավ երկիր մեզ մեղավոր մարդկանց փրկելու ու հնարավորություն տալու հավիտենական կյանքը ժառանգելու։ Այսօր էլ Հիսուս այս Խորանից հնչեցնում է իր խոսքը. Ես եմ կյանքի հացը։ Մենք ինչպիսի ժանադրությամբ մենք մտածում ենք ուտելու, կերակրելու հացի մասին, բայց նույն ժանադրությունը պետք է մենք գործադրենք նաև հոգևոր հացի մասին։ Ինչու, որտեղ այդ կերակրի հացը վաղ թե ուշ մեզ տանելու է ոչնչացման։ Իսկ իրական կյանքի հացը, որ ինքը Քրիստոսն է, մեզ տանելու է դեպի փրկություն, դեպի հավիտենական կյանք։ Թող ձեզանից յուրաքանչյուրը այս պահին բացի իր հոգու փակ դռները եւ Սուրբ հաղորդության միջոցով ճաշակի Տիրոջ կենարար մարմինն ու արյունը արժանանալու համար հավիտենական կյանքին։ Շնորհ սեր եւ խաղաղ լինի ձեզ ընդամենեսյանը ամեն։ Եվ ու մեզ համար տգետեն բադարով անարս վերանս մեր, կասարես կեր երկնավորոց հայ, երկեր և ասել։ Մեղաչարաբանությամբ լեզվից, ստախոսությամբ, սուտ երկմամբ, երկքննազանցությամբ, հակառակությամբ, վիճաբանությամբ, բանսարկությամբ, շոգմոգությամբ, քեսու, դատարկաբանությամբ և ծառով, զրախոսությամբ, հեծախոսությամբ և անիծաբանությամբ, տնջելով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով, մեղազրծով։ Մեղագործությամբ ծրացս, ագահելով, զրկելով, հարկանելով, սպանանելով և ընդքաշ ուսացելով, մեղազրծով։ Մեղա ամենայն ալվածով, շիվացույս և ամենայն անգամով մամլույս, ընգյազգանոքս և վեցեկի շարմամը, վերամբար զոտնարությամբ և բայրակաշ մեղքությամբ, հաջ և այավ խոտորելով, Սարաշտոցն մեղանչելով և վերջնոցն չար նշավագոլով մեղազրծով։ Այլ է մեղա յոթնիցս հանցանոք մահացումելով, հպարտությամբ և մասամբ նորին, նախանձու և մասամբ նորին, բարկությամբ և մասամբ նորին, ծոլությամբ և մասամբ նորին, ագահությամբ և մասամբ նորին, ոգրամորությամբ և մասամբ նորին, Բեղջախությամբ և մասամբ նորին, մեղազրծով։
Աստված թողություն շնորհես ձեզ։ Այլ եղավեն այն պատվիանացն աստծով, հանձնարելյացն և հրաժարելյացն, ձև ոչս հանձնարական սնգադարեցի և ոչի հրաժարելյացն եղացա, զորենը սարի և օրինացն ներկացա, իր կարգս Քրիստոնյության հրավիրեցա, և գործովս անարժան գտա, գիտելովը շարն կամ հավ կորացա, և բարյաց գործով ես ինձեն հրացա, վայ, զորն ասեն կամ զորը խոստովանին, զիանտիվ են հանցանքին, անասել են անօրությունքին, աննել են ցավքին և անբժշկելի են վերքին մեղավ։ Աստված թողություն շնորհես։ Հայր սուրբ, ըստ քեզ ունիմ միշտ նոր կարծիքյան և բարեխոս արմիածի որդին աստծով, զիշխանության մտվոր տվյալը քեզ, արձակես ձեզ իսիկապից մեղացի ոց, աղաչեմս քեզ։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, որ մեզ ձեզ մարդասերն Աստված և թողություն շնորհես ամենայն անցանազրոց, խոստովանացելոցն և մոռացելոցն, և ես կարգայս քանական իշխանության և հրամանարն Աստվածային, թե զոր արձակիցեք երկրի և արձակյալ երկինս, նովին բանիմն արձակեմս ձեզ ամենայն մասնակցն մեղազրոց, ի խորհրդոց, ի բանից և ի գործոց, հանուն հոր և որդու և ողբույն սրբով, և դարձյալ տամը ձեզ խորհուրդը սուրբ եկեղեցվով, զիզոնջ գործեք բարիս և ձեզ բարեգործություն և ի փառս հանդերձյալ կենացն, ամեն։